Nasıl Karabağ girdiysek. Tek millet, tek bayrak, tek vatan, tek devlet. Türk'ün yolu Zengezur'dan, Karabağ'dan geçti. Բարև ձեզ, եթերում իրական Թուրքիա նախագիծն է։ Ալիևի վարչախումբը, որն ավելի քան 2 տասնամյակ վարում է Իրանի դեմ թշնամական քաղաքականություն, այս օրերին շարունակում է իր գործողությունները հենվելով Թեհրանի լռության վրա։ Այսօր էլ Ալիևի սիոնիստական ընտանիքը համարձակությամբ ցուցադրում է սիոնիստական ռեժիմի հետ իր կործանարար գործակցությունը եւ պատրաստվում է Իրանի դեմ նոր հարվածների։ Միևնույն ժամանակ, չնայած սերտ գործակցությանը, Ադրբեջանը մի շարք պատճառներով սիոնիստական ռեժիմի ամենախոցելի կետն է տարածաշրջանում։ Սա մի հատված էր Հարավային Կովկասի հարցերով իրանցի փորձագետ քաղաքագիտության դոկտոր Էհսան Մովահեդյանի գրառումից, որում նաև նշված է, որ Բաքվի թշնամական քայլերը սպառնալիքների հետ նաև նոր հնարավորություններ են ստեղծում Իրանի համար։ Իրանի կողմից իր օրինական իրավունքների իրացումը նախապես հայտարարված սկզբունքի հիման վրա, որտեղից լինի հարձակումը, այնտեղ էլ կհասցվի հակահարվածը, իրավական հիմք է Ադրբեջանի տարածքից իրականացվող հարձակումներին պատասխանելու համար։ Իրանի ռազմական հարվածը Իսրայելի կողմից օգտագործվող ադրբեջանական բազաներին, մասնավորապես Սիթալչայի, Բաքվի, Զանգիլանի եւ Լաչինի շրջաններում կսահմանափակի Իսրայելի հնարավորությունները եւ կնեղացնի Իրանի դեմ իրականացվող գործողությունների աշխարհագրությունը եւ խորությունը, նշում է իրանցի մասնագետը։ Եվ նա Թեհրանում միակը չէր, որ Իրան-Իսրայել պատերազմի փուլում դիտարկում էր Բաքվի օկուպանտի ականջները ձգելու հարցը։ Իրական Թուրքիայի այս թողարկմանը դիտեք։ Որքան կարելի է սիրաշահել Գազանին, հարցրել են Փաշինյանին Ստամբուլում եւ պարզվում է մինչեւ Թուրան։ Ու վերջ գնաց, վայ, ուզում են Թուրան։ Ղարաբաղի Ֆաթիհը Թուրքիայում Արցախն օկուպացրած Ալիևին հավասարեցրել են Ստամբուլը նվաճած Օսմանյան սուլթանին։ Հնարավոր է բաժանել Թուրքիան եւ Ադրբեջանը։ Էրդողանը բոլորին հիշեցրել է, թե ինչու են թուրքերը ստեղծել Ադրբեջան կոչված նախագիծը։ Ayrılır mı gönül candan? Արցախից հետո հայերն ընտրեցին Փաշինյանին, նշանակում է կարող են Զանգեզուրի միջանցքներ տալ։ Փաշինյանի այցը թուրքական մեդիայում։ Nikol Pashinyan'ın başarısızlığı, yani savaşı kaybetmesi. Եվ վերջում հարցազրույցներ Բրիգիտ Քոֆլեր-Բեթշարտ մարդկության դեմ կատարված հանցագործության շղթումը վտանգավոր է, նոր բռնության սկիզբ է եւ լավ հիմք չէ խաղաղության համար։ If you deny it, if you forget about it, this is not a good basis for future peace, I think. Էրիխ Վոնտոբել Արցախահայությունն առաջինը պետք է ոտքի կանգնի եւ խոսի։ Հաջորդ թիրախը Սյունիքն է եւ եթե հայերը սա չտեսնեն, 100 տարի անց Հայաստան չի լինի։ If it continues like that in 100 years, Armenia will not exist anymore. Եվ Մեհմեդ Փոլաթել Թուրքիայի ժխտողականության պատճառը փոխհատուցման վախն է, բայց նաեւ Թուրքիան հիմա որևէ պատճառ չունի ցեղասպանությունը ճանաչելու համար։ Problem is right now the Turkish government saw that there is no any urgent need, to accept the Armenian genocide. Եվ այսպես Ստամբուլի ճարտարապետական դիմագիծը կերտած հայերի պալյանների կառուցած Դոլմաբահչե պալատում Էրդողանն ընդունեց Փաշինյանին։ Բանակցությունները սկսվել են երեկոյան ժամը 7-ին, 8:30-ին թուրքական պետական Անադոլու լրատվական գործակալությունն արդեն տարածեց հանդիպման տեսանյութը, որում նաև երևում էր բանակցությունների ավարտը։ Էրդողանը դուրս էր եկել պալատից եւ մեքենայի մոտ ճանապարհում էր Փաշինյանին։ Հայկական եւ թուրքական կողմերը պաշտոնական հայտարարությունները տարածեցին գրեթե միաժամանակ, տարբեր տեքստերով, որոնք են այդ տարբերությունները եւ ինչ են նշանակում րոպեներ անց։ Նախ այդ հայտարարություններից եւ Էրդողանի հետ հանդիպումից առաջ Ստամբուլում հայերի հետ հանդիպմանը Փաշինյանի գլխավոր հայտարարությունը։ Ամեն ինչ սկսվում է, երբ հանդիպումն արդեն 1 ժամ ընթացել էր եւ Ակոս թերթի խմբագիրներից Բագրատ Էստուկյանը տալիս է հարցը. որքան կարելի է քաղցր խոսքով սիրաշահել Գազանին, որը Զանգեզուրի միջանցք կոչվածը չի էլ թաքցնում, Թուրանի երազանքի ճանապարհ է դիտարկում։ Եվ պարզվում է, որ Նիկոլ Փաշինյանը դեմ չէ Թուրանին։ Թուրանը վտանգավոր չի համարում, ոչ մի խնդիր չի տեսնում։ Վայ, նրանց նպատակը Թուրանն է։ Ինչ են ուզում իրանք։ Ուզում են Հայաստանի տարածքով գնան գա։ Թող գնան գա, Նիկի, վատա դա։ Վատա դա մենք ենք առաջարկում, մենք ենք այս նախագծով, ասում ենք իրանց էլ ենք ասում։ Ասում ենք ինչ եք ուզում։
Ասում են ուզում ենք գնանք բան։ Արևելք, արևմուտք, հյուսիս, հարավ, ասում ենք գնացեք։ Ինչու՞մն է խնդրեմը։ Իսկ ինչի պետք է չգնան։ Որովհետև նպատակը անխոչնդոտ գնալն է, ինչպես մի քանի անգամ եւ բացահայտ հայտարարվել է, որովհետև այդ անխոչնդոտ գնալու իրենց ընկալումը Հայաստան պետության գոյություն չունենալն է, ինչը պարզ տեսանելի է իրենց գործողություններում, օրինակ Արևմտյան Ադրբեջան պլանը։ Փաշինյանն առաջարկում է չքննարկել մանրամասները, թե ով է փակել սահմանը, ինչու, ով է մեղավոր, ով անմեղ, բայց խնդիրն այն է, որ հենց այդ մանրամասներն են իսկ ինչու պիտի չգնան հարցի պատասխանը։ Սա նրա միակ հարցը չէր։ Փաշինյանը հայտարարել է, թե Թուրքիան կապեր ունի Կենտրոնական Ասիայի, Չինաստանի հետ, ուզում է ավելի շատ հաղորդակցության ճանապարհներ ունենա ու հարցնում. ինչն է անտրամաբանական։ Մենք այդ ամեն ինչին մի հատ վերնագինը դնում ենք Թուրան, ու վերջ գնաց, վայ, ուզում են Թուրան։ Եթե համառոտ եւ ավելի լուրջ, Թուրանը հայոց ցեղասպանության պատճառներից մեկն է, եւ դրա ռիսկերը ոչ միայն Հայաստանի համար են, այլև հենց Կենտրոնական Ասիայի։ Անկամ Կենտրոնական Ասիայում ուր ուզում է հասնել Թուրքիան Հայաստանի տարածքով, շատ ուրախ չեն Թուրքիայի այդ ցանկությամբ Թուրանի հեռանկարով, որովհետև գիտեն, ինչ է դա նշանակում։ Ում է պետք Կենտրոնական Ասիա հասած եւ հզորացած Թուրքիա, թուրքական կայսրություն։ Եկեք մենք էլ ապրենք, եկել ուրիշներն էլ մեր չափով, մենք չէ որ պետք է որոշենք, բայց մեր չափով ուրիշներն էլ հնարավորություն տանք իրանք էլ ապրեն։ Թուրանի եւ պանթյուրքիզմի գաղափարախոսության մասին անգամ 1 ժամ ընթերցանությունը Փաշինյանի համար պարզ կդարձնի, որ հայերին ապրել թողնելը Թուրանը չի ներառում։ Խնդիրն այն է, որ Փաշինյանն իր նման հայտարարություններով վտանգավոր կերպով նվազեցնում է հայերի գոյությանը սպառնացող ռիսկերը։ Ում է պետք, որ հայերը մտածեն, թե թուրքերի Թուրանը վտանգավոր չէ։ Թուրանի ճանապարհի Զանգեզուրի միջանցքի մասին երազողներին։ Ես ասել եմ, մենք ասել ենք Զանգեզուրի միջանցք չի լինելու, լինել բա խաղաղության խաչմերուկ։ 13 րոպե անց։ Եթե լա պետք խոստովանել, որ խաղաղության խաչմերուկը բացվեց, Ադրբեջանն էլ ասելու է, տեսեք Զանգեզուրի միջանցքը բացվեց։ Սա ուղիղ հայտարարություն է այն մասին, որ խաղաղության խաչմերուկ կոչվածը Թուրանի ճանապարհ Զանգեզուրի միջանցքի այլ անունն է։ Հիմա հայտարարությունները Էրդողանի հետ հանդիպումից հետո, որոնցում հստակ ուրվագծված է միայն մի հանգամանք՝ Փաշինյանի ամեն ինչի պատրաստակամությունը եւ դրա բացակայությունը թուրքական կողմի տարածած տեքստում։ Կողմերը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ընթացքը, ընդգծել կառուցողական երկխոսության շարունակականության եւ կոնկրետ արդյունքների հասնելու կարեւորությունը։ Նշված է Հայաստանի կառավարության տարածած տեքստում։ Թուրքիա մեկնելուց առաջ Փաշինյանը Պրահայում հայտարարել էր, որ կարգավորման այս գործընթացում բազմաթիվ գործնական արդյունքներ չկան։ Տեղում մենք գործնական բազմաթիվ ձեռքբերումներ չունենք։ Թուրքական կողմի տարածած հայտարարության տեքստում կոնկրետ եւ գործնական արդյունքներով ոչ ոք հետաքրքրված չէ։ Այդ ձևակերպումը չկա։ Միայն նշված է, որ քննարկել են Հարավային Կովկասում խաղաղության եւ երկխոսության գործընթացը, մասնավորապես Թուրքիայի եւ Հայաստանի միջև շփումները։ Սա նշանակում է, որ Հայաստան-Թուրքիա սահմանը փակ կմնա, որքան էլ Փաշինյանի կառավարությունը չափազանցություն չի լինի ասել մուրա այդ սահմանի բացումն ու մարգարան նորոգի։ Անգամ ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունը սահմանը երրորդ երկրների քաղաքացիների եւ դիվանագիտական անձնագիր կրող անձանց համար բացելու մասին Էրդողան-Փաշինյան հանդիպմանը ոչ ոք չի էլ հիշել եւ դիվանագիտական հարաբերություններ հաստատված չեն անգամ այդ հանդիպումից հետո։ Սա նշանակում է զրո զիջում թուրքական կողմից, որովհետեւ կա Փաշինյանի պարտության գործոնը։ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչողից ավելին է հնարավոր ստանալ։ Անգամ հայոց ցեղասպանության պատմությունը վերանայելու անհրաժեշտության մասին հայտարարություն, ճիշտ ինչպես առաջարկում է Էրդողանը։ Անգամ պատմական Հայաստանի փոխարեն իրական Հայաստանով բավարարվելու պնդումներ, երբ հայերին հիմա փորձում են համոզել, թե պատմական Հայաստանը սպառնալիք է, բայց նույն թուրքերը իրենց պատմությամբ են ուղղորդվում։ Սիրիան վերցնելն ու պանթյուրքիզմի զարթոնքը վառօրինակ։ Արարատի փոխարեն Արագածին նայելու հայտարարություն։ Փոխարենը իհարկե կարելի է ոչինչ չտալ Ստամբուլում տուրիստական պտույտից Էրդողանի հետ մի քանի լուսանկարից բացի։ Ավելին, այդ տուրիստական այցից մեկ օր առաջ Թուրքիայի նախագահը հայերին մեղադրել էր ցեղասպանություն գործելու մեջ։ Մարաշում, որտեղ 2 տարի առաջ 50,000-ից ավելի զոհով երկրաշարժ էր եղել, գրկելով ու համբուրելով Էրդողանը դիմավորեց Ալիևին։ Բաքվի օկուպանտը գնացել էր Թուրքիայի առաջ գովելու Էրդողանին, որի ռեյտինգն այդ ռեգիոնում
փրկելու կարիք կա։ Մի ամբողջ թաղամաս կառուցելու, ինչը ֆինանսական հսկայական ներդրում է, մանավանդ երբ Էրդողանի գրպաններում քամի է։ Եվ Ալիևի ելույթի ժամանակ ամբողջի ցնծությունը Ղարաբաղ վանկարկումով, այն էլ ինչպիսի վանկարկում։ Ամբողջից մեկը Ալիևին անվանում է Ղարաբաղի Ֆաթիհ։ Ֆաթիհ Սուլթան Մեհմեդը, որին կոչում են նաև նվաճող, 1453-ին գրավեց Կոստանդնուպոլիսը, այսօրվա Ստամբուլը, այն դարձնելով Օսմանյան կայսրության մայրաքաղաքը։ Ալիևին Ղարաբաղի Ֆաթիհ անվանելով իբր հպարտանում են նրանով, բայց դա մի կողմ։ Արցախի նշանակությունն է կարևոր տեսնել, որը մի թուրքի հայտարարությամբ հավասարվեց Ստամբուլի նշանակությանն ու կարևորությանը։ Արցախի նվաճումը օկուպացիան Ստամբուլի նվաճմանը։ Ալիևը սկզբում գոհ ժպիտը թաքցնել չի կարողանում, բայց հետո արագ հասկանում է, որ տարածքում միայն մեկ սուլթան կարող է լինել, որն ուշադիր իրեն է նայում։ Այս գարդաշım Sayın Cumhurbaşkanı Recep Tayyip Erdoğan'la Savaşın ilk günündən Ղարաբաղի հարցում էլ ինչպես նկատեցիք, մենք իմ եղբայր նախագահ Էրդողանի հետ պատերազմի առաջին օրից ուս-ուսի տված էինք։ Ve bugün Türkiye-Azerbaycan kardeşliği birliği nəinki bölgemiz üçün dünya çapında Այսօր Թուրքիա-Ադրբեջան եղբայրությունը միասնությունը ոչ միայն մեր տարածաշրջանում, այլև ամբողջ աշխարհում կարևոր գործոն է։ Հետո Էրդողանի ելույթ։ Մարաշում, որտեղ 110 տարի առաջ թուրքերը ցեղասպանում էին հայերին, այսօր նույն ցեղասպանը հայերին է ցեղասպան կոչում։ Էրդողանը խոսեց Խոջալույի այսպես կոչված ցեղասպանության մասին, արտասանելով մի բանաստեղծություն ծնունդով Մարաշից Աբդուր-Ռահիմ Քարաքոչից նվիրված Ղարաբաղի ցավին եւ դարդին։ Էրդողանն ընդգծում է Թուրքիան եւ Ադրբեջանը անբաժան են։ Ayrılır mı gönül candan Türkiye Azerbaycan'dan diyen Հնարավոր է սիրտն ու հոգին բաժանել Թուրքիան եւ Ադրբեջանը։ Ինչու են Թուրքիան եւ թուրքական նախագիծ Ադրբեջանը հետևողականորեն հայերին ցեղասպան կոչում։ Ամենակարևոր պատճառը հայոց ցեղասպանության մեղադրանքն ուղղակի աղմուկի վերածելու համար, հայոց ցեղասպանության ողբերգությունն արժեզրկելու համար, ցեղասպանի եւ զոհի իրական պատկերի շուրջ հարցեր եւ մշուշ առաջացնելու համար։ Մյուս պատճառները ուրվագծված են նաեւ առաջին հայացքից խիստ պաշտոնական, բայց իրականում խոսուն տեքստերում Փաշինյան-Էրդողան հանդիպման օրակարգի մասին։ Հայկական կողմի տեքստում նշված է. զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային իրադարձություններին եւ այդ համատեքստում երկկողմ համագործակցության հնարավոր ուղղություններին։ Էրդողանի գրասենյակը բավարարվել է միայն հայտարարելով, որ քննարկվել են տարածաշրջանին վերաբերող ներկա զարգացումները։ Համագործակցության հնարավորությունների մասին թուրքական կողմը չի հայտնում։ Փաշինյանն ընդգծել է Հայաստանի հավատարմությունը տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ապահովման գործընթացին եւ շեշտել հարևանների հետ հարաբերությունների կարգավորման քաղաքականության շարունակականության իր հանձնառությունը։ Էրդողանը ուշադրություն է հրավիրել Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության բանակցություններում ձեռք բերված համաձայնության կարեւորության վրա ներկա կոնյունկտուրայում։ Նշել է, որ Թուրքիան շարունակելու է ամեն տեսակի աջակցություն ցուցաբերել տարածաշրջանը win-win սկզբունքով զարգացնելու ուղղությամբ ջանքերին։ Այստեղ պետք է հասկանալ, թե որն է ներկա քաղաքական կոնյունկտուրայի Էրդողանի ընկալումը եւ Էրդողանի win-ը շահը, որը Փաշինյանի։ Թուրքիան, Էրդողանական Թուրքիան, հատկապես Հայաստանին առնչվող մեկ կոնյունկտուրա եւ մեկ շահ ունի։ Հայաստանի տարածքն ընկած է դեպի թուրքական աշխարհ տանող ճանապարհին, դեպի Թուրան տանող ճանապարհին, եւ Թուրքիային պետք է այդ տարածքը, ուզենք թե ոչ, ուզի Փաշինյանը թե ոչ, սա է իրողությունը, որի մասին բաց խոսում է նաեւ Էրդողանը։ Վերջին անգամ թուրքական պետությունների ոչ պաշտոնական սամիթին։ Türk dünyamız için stratejik önemi haiz Kafkaslar'da yaşanan gelişmeleri yakından takip ediyoruz. Can Azerbaycan'ın Ermenistan'la barış anlaşması üzerinde Թուրքական աշխարհի համար ռազմավարական նշանակություն ունեցող Կովկասում տեղի ունեցող իրադարձություններին մենք ուշադիր հետևում ենք։ Ուրախ ենք, որ Can-Ադրբեջանը խաղաղության համաձայնագրի շուրջ համաձայնության է հասել Հայաստանի հետ։ İki ülke arasında kalıcı barış tesis edilebildiği takdirde bu durum şüphesiz Türk dünyamız için birçok fırsatı da beraberinde getirecektir. Եթե երկու երկրների միջև հնարավոր լինի հաստատել մշտական խաղաղություն, ապա այդ դրությունը անկասկած բազմաթիվ հնարավորություններ կբացի մեր թուրքական աշխարհի համար։ Այս պահին վստահ եմ, որ հաղթանակած նախագահը իմ սիրելի եղբայր Ալիևը պատմության մեջ կմտնի որպես տարածաշրջանին խաղաղություն բերող առաջնորդ։
Կլինի միջանցք, անցում, թե խաչմերուկ, փաթեթավորումը կարևոր չէ, որովհետև վերջնանպատակը մեկն է։ Հայաստանի տարածք թուրքական դե ֆակտո, դե յուրե, մասնակի կամ ամբողջական վերահսկողությամբ։ Հայերից տարածքներ խլելու համար թուրքերը մի անգամ ցեղասպանություն են գործել 110 տարի առաջ, եւ ժամանակակից թուրքերը վերահաստատել են նույնն անելու պատրաստակամությունը Արցախում։ Այս հարցին առնչվող բանակցային հատվածի վերաբերյալ Հայաստանի կառավարությունը հայտնում է, որ մտքեր են փոխանակել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի, ինչպես նաև Հայաստանի կառավարության խաղաղության խաչմերուկ նախագծի շուրջ։ Իհարկե, Էրդողանին պետք է այդ խաղաղության գործընթացը իր ազգակից Ալիևի պահանջների եւ նախապայմանների կատարմամբ։ Կարող է թվալ, թե Ստամբուլյան հանդիպման արդյունքով լավ է, ոչինչ չհանձնեցինք, մանավանդ որ հանդիպման մասին հայտնի դառնալուն պես հնարավոր վատթարագույն օրակարգներ քննարկվում, իհարկե ոչ առանց հիմքերի։ Հիմա, երբ առերևույթ ոչինչ չի զիջել, պետք չէ հանգիստ շունչ քաշել, որովհետև Նյու Յորքում եւս Էրդողան-Փաշինյան հայտնի հանդիպումից հետո նման մի տեքստ տարածվեց։ Հետո արդեն պարզ դարձավ, որ պետք է օրինակ վերանայենք հայոց ցեղասպանության պատմությունը, որ հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման օրակարգը Փաշինյանական Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություն չէ։ Եվ վերջում Փաշինյանը Ստամբուլ է հասել օրվա առաջին կեսին, ամբողջ օրը Էրդողանը զբաղված էր իր առօրյա ելույթներով, հոխորտանքներով, թուրքական հեռուստաալիքներն ուղիղ ցուցադրում էին։ Օրակարգը անգամ չի փոխել հյուրին Փաշինյանին ընդունելու համար։ Ընդունել է միայն Փաշինյանի Ստամբուլ հասնելուց 10 ժամ անց։ Քանի դեռ Էրդողանը զբաղված էր, Փաշինյանը զբոսնել է Ստամբուլում, մոմ է վառել Ստամբուլի Սուրբ Աստվածածի Նաթորանիստ Մայր եկեղեցում, հայերի հետ է հանդիպել, բայց ոչ նրանց, ովքեր ապրում են այդ եկեղեցու մոտակայքում, հիմնականում Հայաստանից Թուրքիա աշխատանքի մեկնած հայերին, սոցիալական ծանր պայմաններում են նրանք։ Փաշինյանն այցելել է Կապույտ մզկիթ, Ստամբուլի զբոսաշրջային մզկիթներից մեկն է սա։ Կարող էր Սուրբ Սոֆիա գնալ, հենց Կապույտ մզկիթի դեմ դիմաց է, որովհետև բյուզանդական տաճարն Էրդողանն է մզկիթի վերածել ու հազիվ թե թուրքական կողմը դեմ լիներ։ Կապույտ մզկիթի փոխարեն Սուրբ Սոֆիայի տաճար մտնելը ուղերձ կլիներ, հեռատես կլիներ, ոչ թե այսպես անտեղյակ տուրիստի տպավորություն թողնելով։ Ինչպես լուսաբանեց թուրքական մեդիան Փաշինյան-Էրդողան հանդիպումը, առաջինն արձանագրեցին, որ այո, այցը տեղի է ունենում Իրան, Իսրայել, Միացյալ Նահանգներ պատերազմի պայմաններում, եւ պարզվում է Փաշինյանը չի կարողացել թուրքական մեդիային բացատրել նոյեմբերի 9-ի հայտարարության իր ընկալումը։ Թուրքերը Հայաստանի տարածքով միջանցքի իրավունքը Փաշինյանի ստորագրած այդ հայտարարությամբ են հիմնավորում։ Bu ateşkes anlaşmasında 2 tane koridor kurulması öngörülüyordu. Bir tanesi Zengezur koridoru. Հրադադարի այդ հայտարարության տեքստում երկու միջանցք բացելու մասին է նշվում։ Մեկը Զանգեզուրի միջանցքն է, Նախիջևանի, Ադրբեջանի տարածքների եւ Թուրքիայի միջև կապ ստեղծելու համար։ Այնուհետև ամենակարևոր դիտարկումը, որը բարբերաբար է հնչում Փաշինյանի եւ հայերի մասին թուրքական մեդիա քննարկումներում։ Nikol Pashinyan'ın başarısızlığı yani savaşı kaybetmesi. Կարծիք կար, որ Նիկոլ Փաշինյանի անկարողությունը պատերազմում պարտությունը կհանգեցնեն ընտրություններում նրա պարտության։ Ayında yapılan seçimlerde parlamenter sistem içerisinde çok yüksek bir rakam %54 oy aldı. Բայց Նիկոլ Փաշինյանը 2021-ի խորհրդանական ընտրություններում ստացավ քվեների 54%-ը։ Սա նշանակում է, որ Թուրքիայում հետևություններ են անում, եթե Արցախը տալուց հետո հայերը դեռ ընտրում են Փաշինյանին, ուրեմն դեմ չեն այլ զիջումների։ Փաստացի հենց սրա ականատեսն էլ լինում ենք։ Սկսած ցեղասպանության վերաբերյալ Հայաստանի պետական դիրքորոշումը փոխելուց, իրական Հայաստանի քարոզից մինչև Հայաստանի տարածքը Զանգեզուրի միջանցքով Թուրանի ճանապարհի վերածելու մեջ որևէ խնդիր չտեսնելու քարոզ։ Սա ամսվա վերջին շաբաթն է եւ իրական Թուրքիայի երկրորդ մասում ներկայացնում ենք անցնող ամսվա 3 հարցազրույցների ամենակարևոր հատվածները։ Բրիջիտ Քոֆլեր-Բետշարդ, լրագրող, նախկին դիվանագետ, մարդու իրավունքների պաշտպան Ավստրիայից, հիմա արդեն նաեւ Նեմեսիսի մասին «Մարդ եմ սպանել, բայց մարդասպան չեմ» գրքի հեղինակ։ Գիրքը թարգմանվել եւ ներկայացվել է նաեւ հայերեն, ինչի առիթով հեղինակը Երևանում էր։ Նրան հյուրընկալել էինք նաեւ մեր տաղավարում եւ հարցրել Նեմեսիսի պատճառների այսօրվա Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասին։ Ինչ է պատահում, երբ այսպիսի հսկայական հանցագործության, մարդկության դեմ հանցագործության մեղավորները կարողանում են անպատիժ մնալ։ Ինչպես են զոհերը ապրում այդ գիտակցումով, բայց նաև ինչ է դա նշանակում միջազգային հանրության համար։ Եվ ուշագրավ էր, թե ինչպես են Ավստրիայում մարդիկ իմանում,
հայոց ցեղասպանության մասին։ You are European Austrian, you have no Armenian background. Դուք եվրոպացի եք, ավստրիացի, հայկական արմատներ չունեք, բայց հետաքրքրված եք եւ գիրք եք գրում հայերի համար այսքան կարեւոր եւ այսքան զգայուն թեմայի Նեմեսիսի գործողության մասին։ Ինչու՞։ Operation Nemesis. Why? Yeah, this is a good question. Այո, լավ հարց է։ Եվ շատ հայեր են զարմանում, երբ իմանում են, որ ես հայկական ծագում չունեմ եւ հետաքրքրված եմ այս ամենով։ Պետք է ասեմ, որ ձեր հարցին մեկ պատասխան չկա։ Պատասխանները մի քանիսն են։ Մեկը շատ հստակ է։ One being very clearly when I found out about the Armenian genocide, and that was maybe was like for many others in the German-speaking world, was when I read Franz Werfel. Երբ իմացա հայոց ցեղասպանության մասին, կարդալով Ֆրանց Վերֆելի Մուսալերան 40 օրը վեպը, գերմանախոս աշխարհում հենց այս վեպով են շատերը բացահայտել, որ եղել է հայոց ցեղասպանություն, ցնցված էի։ Այս առումով մեր երկրներում, ինչպիսիք են Գերմանիան եւ Ավստրիան, որոնք Օսմանյան կայսրության դաշնակիցներն էին, մենք իրականում չգիտեինք ցեղասպանության մասին։ Մենք դրա մասին չենք սովորում անգամ դպրոցում։ Արդյունքում Ավստրիայում եւ Գերմանիայում քչերը գիտեն ցեղասպանության մասին։ Կարծում եմ, որ սա լավ չէ ոչ միայն հայոց ցեղասպանության, այլև մարդկության դեմ այս տեսակի հանցագործությունների մասով առհասարակ։ Թեմայի մասին չխոսելու պահանջը միշտ նշանակում են, որ դուք ունեք որոշակի հիմք հետագա սրման եւ հետագայում նման հանցագործության համար։ Մյուս կողմից, իմ կարիերայի սկզբում աշխատել եմ մարդու իրավունքների եւ դիվանագիտական ծառայությունների ոլորտներում։ Ականատես եմ եղել 1990-ականների ցեղասպանություններին Հարավսլավիայում, Ռուանդայում եւ կարծում եմ, որ այս միտումը միշտ այնքան վտանգավոր է, որ առաջին ցեղասպանությունը ժխտելուն հետևեցին այս հանցագործությունները։ Այս փաստերի բացահայտումը մեծացրեց իմ հետաքրքրությունը, մանավանդ որ միշտ հետաքրքրված եմ եղել արդարությանն առնչվող խնդիրներով։ And then denying this crime is such a terrible thing. So all of this raised my interest, and it was always justice was always something that interested me so much. Մարդկության դեմ կատարված հանցագործության ժխտումն ու լռությունը վտանգավոր են այն առումով, որ հեշտությամբ կարող են հիմք հանդիսանալ նոր բռնության համար եւ իրականում լավ հիմք չեն խաղաղության համար, նկատեց Բրիջիտ Քոֆլեր-Բեթշարթը, պատասխանելով Հայաստան-Թուրքիա կարգավորման ներկա գործընթացում Թուրքիայի պահանջների վերաբերյալ հարցին։ Հայոց ցեղասպանությունը Թուրքիան ոչ միայն ժխտում է, այլև պահանջում է, որ Հայաստանի կառավարությունը նույնն անի, փակի հայոց ցեղասպանության էջը, որ հայերը, հատկապես հայկական սփյուռքը, որը ցեղասպանության հետևանքն է, լռեն ցեղասպանության մասին։ Այդ կերպ փաստացի փորձում են մեզ մասնակից դարձնել ցեղասպանությունը հերքելուն։ Ինչու են սա անում եւ պետք է արդյոք մենք գնանք այսպիսի զիջման հանուն Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման։ Հնարավոր է լռել հայոց ցեղասպանության մասին առհասարակ, փակել պատմության այս էջը, չստանալ որևէ, այսպես ասենք, արդարություն, անգամ ճանաչում Թուրքիայից, բայց ունենալ նորմալ հարաբերություններ Թուրքիայի հետ։ Սա հնարավոր է ձեր կարծիքով։ Possible to forget about the Armenian genocide, to close this topic, to not get any justice, at least recognition from the Turkish side, but have normal relations with Turkey. Is it possible in your opinion? Well, of course, it's not up to me as Իհարկե, որպես դրսից եկած մեկը, ես չէ որ պետք է խորհուրդներ տամ Հայաստանի քաղաքական գործիչներին, թե ինչպես գործեն, բայց այս ամենն ասելով հանդերձ, ինչպես արդեն նշել եմ, կարծում եմ, որ շատ վտանգավոր է իրականում չհասկանալ պատմության այս էջը, եւ իսկապես համոզված եմ, որ դուք նույնը տեսնում եք նաեւ շատ այլ ցեղասպանությունների դեպքում, նույնիսկ եթե դրանք տեղի են ունեցել շատ վաղուց, եթե դուք իսկապես չեք աշխատում արդարության համար, եթե դուք ժխտում եք այն, եթե մոռանում եք դրա մասին, կարծում եմ, լավ հիմք չեք ստեղծում ապագա խաղաղության համար։ If you don't really work on it, if you deny it, if you forget about it, this is not a good basis for future peace, I think. Տարբեր կարծիքներ կան Նեմեսիսի հերոսների նրանց իրագործած օպերացիայի մասին, Շահան Նաթալիի, Սողոմոն Թեհրիրյանի, Արշավիր Շիրակյանի եւ մյուսների մասին։ Հատկապես թուրքական կողմի դիրքորոշումը հայտնի է։ Ինչու չի կիսում թուրքական կողմի մոտեցումը Նեմեսիսի մասին գրքի ավստրիացի հեղինակը, եւ ինչի մասին էր իրականում Նեմեսիս օպերացիան, ովքեր էին այն իրագործողները, ահաբեկիչներ թե վրիժառուներ, արդարության մարտիկներ։ Well, maybe I should start with the more general view. Գուցե պետք է սկսեմ ավելի ընդհանուր տեսակետից, թե ինչու ընտրեցի նաև այս թեման հետազոտելու համար։ Միշտ հետաքրքրված եմ եւ մտահոգված, ինչպես ասացի, անցյալում էլ աշխատել եմ ցեղասպանությանն առնչվող իրավիճակների հետ, հետեւյալ հարցով. About this question, what happens if the perpetrators of this kind of huge crime, of a crime against humanity,
just can get away with it. Because this is something very worrying. How do the victims live with that? But also, what does it mean for the international community? Ինչ է պատահում, երբ այսպիսի հսկայական հանցագործության, մարդկության դեմ հանցագործության մեղավորները կարողանում են անպատիժ մնալ։ Ինչպես են զոհերը ապրում այս գիտակցումով, բայց նաև ինչ է դա նշանակում միջազգային հանրության համար, եւ կարծում եմ, որ Նեմեսիս գործողության ամբողջ պատմությունը շատ լավ ցույց է տալիս այս էթիկական եւ բարոյական դիլեման։ Ինչ է պատահում, եթե իրավական արձագանք չկա, լինի ազգային թե միջազգային մակարդակում այս տեսակի հսկայական հանցագործությանը, կամ մեջբերեմ Ռաֆայել Լեմկինի ցեղասպանության մասին կոնվենցիայի հեղինակի ձևակերպումը, երբ նա առաջին անգամ լսեց Բերլինում Թեհլիրյանի դատավարության մասին, ասաց. Ինչպես կարող է պատահել, որ մեկ մարդու սպանությունը հանցագործություն է, բայց հանցագործություն չէ, երբ սպանում ես 1 միլիոն մարդու, եւ սա կարծում եմ, Նեմեսիս գործողության հետ կապված ամենահետաքրքիր բարոյական, էթիկական եւ իրավական հարցն է։ Այս տեսակի գործողության դեպքում ուղերձը շատ պարզ է։ Ուղերձն այն է, որ մենք երբեք չպետք է մարդկության դեմ հանցագործության եւ ցեղասպանության իրավիճակում զոհերին մենակ թողնենք։ Արդարադատությունը իդեալական դեպքում պետք է լինի միջազգային հանրության կամ ազգային դատարանների պատասխանատվությունը։ Երբեք զոհերին պետք չէ թողնել նման իրավիճակում։ Եվ սա կարծում եմ այս ամենի շուրջ ծագած հսկայական բարոյական հարցերից մեկն է։ The responsibility of ideally the international community or national courts. So never bring victims in this kind of situation. And this, I think, is one of the huge moral questions around it. Էրիխ Ֆոնտոբել, Շվեյցարիայի ազգային խորհրդի падգամավոր, նա կանգնած է Շվեյցարիայի օրենսդիրում Արցախի վերաբերյալ որոշումների հետևում։ Այդ որոշումները վերջին ամիսներին վստահաբար դեր ուշադրությունը եւս գրավել են։ Մարտին Շվեյցարիայի Դաշնային ժողովի վերին պալատը կանտոնների խորհուրդը կողմ է քվեարկել Լեռնային Ղարաբաղի համար խաղաղության ֆորումի ստեղծմանը։ Լեռնային Ղարաբաղի համար խաղաղության ֆորում հայերի վերադարձի հնարավորության ապահովում վերնագրով նախաձեռնությանը 46 անդամներից 29 կողմ է քվեարկել։ Այս որոշումը հաջորդել է ազգային խորհրդի խորհրդարանի ստորին պալատի կողմից նույն առաջարկի ընդունմանը։ Երկու պալատների հավանությամբ նախագիծը ստանում է օրենքի ուժ, երկրի գործադիր իշխանության համար ունի իրավակիրառ պարտադիր նշանակություն։ Եվ ահա մայիսի 26-ին Բեռնում աշխատանքն է սկսել Շվեյցարիայի խաղաղության նախաձեռնությանն աջակցող 19 падգամավորներից կազմված միջկուսակցական հանձնախումբը օժանդակելու արցախահայության վերադարձի իրավունքի իրացման համար միջազգային անհրաժեշտ մեխանիզմներ կենսագործելու մասին Շվեյցարիայի խորհրդարանի որոշումը։ Ամենաուշագրավն այն է, թե ինչու նման հանձնաժողով ձևավորելու կարիք եղավ։ The goal of this initiative, this committee, is to support our foreign minister Այս նախաձեռնության այս հանձնախմբի նպատակն է աջակցել Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարին խաղաղության ֆորումը կլոր սեղանը կազմակերպելու հարցում։ Գիտեք, մեր խորհրդարանը, որը բաղկացած է երկու պալատից, այո է ասել եւ մենք ուզում ենք, որ մեր արտաքին գործերի նախարարն այդ քայլն անի։ Նախաձեռնությունը ներկայացրեցի անցած տարվա հոկտեմբերին Հայաստան կատարած ճանապարհորդությունից հետո։ Նախ ներկայացրեցի արտաքին գործերի հանձնաժողովում եւ ասացի, որ մենք պետք է նման ֆորում, նման կլոր սեղան կազմակերպենք, քանի որ Հայաստանում փախստականների հետ խոսելով եկել է եզրակացության, որ հենց դա է պետք անել։ Այնուհետև նախաձեռնությանը կողմ քվեարկեցին խորհրդարանի երկու պալատները, եւ հիմա մեր գործադիր մարմինը արտաքին գործերի նախարարը պետք է գործի, բայց նա շատ մոտիվացված չէ։ But he is not highly motivated to do that. Ես ճշգրիտ պատասխանը չգիտեմ, չեմ կարող ասել թե ինչու, բայց նա պետք է դա անի։ He has to do it. And so this we thought, okay, we don't let him do that alone. Եվ մենք մտածեցինք, լավ, թույլ չենք տա, որ նա դա մենակ անի։ Քանի որ խորհրդարանում մեզ միշտ ասում էր, ոչ, մի արեք դա, մենք չպետք է դա անենք։ Հիմա վատթարագույն սցենարով կանի հետևյալը, նամակ կգրի պարոն Ալիևին ասելով. In the worst case, he's going to do the following. He's going to write an email to Mr. Aliyev from Azerbaijan and says, Dear Mr. Aliyev, you know, they would like me to organize a roundtable, a peace forum, but I'm sure you don't want that, do you? And then Aliyev says, of course not. No, I don't want that. Then our foreign minister comes back to us and says, look, that's what I told you. He doesn't want. So I have done my task
everything is over now. Հարգելի պարոն Ալիև, գիտեք, նրանք ցանկանում են, որ ես կլոր սեղան խաղաղության ֆորում կազմակերպեմ, բայց վստահ եմ, որ դուք դա չեք ուզում։ Այնպես չէ։ Ալիևը կպատասխանի, իհարկե ոչ, չեմ ուզում։ Ինչից հետո մեր արտաքին գործերի նախարարը մեզ կասի, լսեք, ինչպես ասել էի, նա չի ուզում, այսպիսով ես արել եմ այն, ինչ օրենքով պետք է անեի, ամեն ինչ ավարտված է։ Սա կլինի այս նախաձեռնության ավարտի վատթարագույն տարբերակը։ Եվ դա թույլ չտալու նպատակով մենք որոշեցինք ստեղծել այս հանձնախումբը, որում ներառված են падգամավորներ տարբեր կուսակցություններից, ինչը նշանակում է, որ սա կուսակցական քաղաքական խնդիր չէ։ Սրտի մարդու իրավունքների հարց է։ Եվ այո, մենք ձևավորեցինք այս հանձնախումբը։ Մայիսի 26-ին առաջին հանդիպումն էր Բեռնում, բավական շատ մարդկանց եւ լրատվամիջոցների մասնակցությամբ։ Հիմա հանձնախումբը գոյություն ունի։ Նպատակն է նաև միջազգային աջակցություն ստանալ, ճնշում գործադրել, որ Ադրբեջանը ստիպված լինի նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Պետք է փորձել, պետք է այս քայլն անել։ To build up a kind of, let's say, pressure so that Azerbaijan, for example, has to go to that table and this must be a must to try to make a step. Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հետևում են ամբողջ աշխարհում Արցախին որևէ կերպ առնչվող բոլոր շարժերին, նախաձեռնություններին, հայտարարություններին։ Այս նախաձեռնությունը եւս փորձել են տապալել դեռ ամենասկզբում։ How shall I say that? It started in last October when the Foreign Affairs Committee said yes to that they would bring it into the parliament. Ինչպես սա ասեմ, ամեն ինչ սկսվեց անցած տարվա հոկտեմբերին, երբ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը դրական արձագանքեց առաջարկին, որ այս նախաձեռնությունը ներկայացվի խորհրդարան։ Դեկտեմբերի կեսերին այն ներկայացվեց խորհրդարան, որտեղ նախ քննարկում եղավ, հետո քվեարկություն, որի արդյունքում մեծամասնությունն ասաց այո, մենք ուզում ենք դա անել։ Really, we have spoken to all the parliamentarians and to explain them what it is about and so on. And during that time, I got also an invitation for lunch with the Azerbaijani ambassador. Մինչև այդ նախորդ շաբաթներին իրականում իհարկե խոսել ենք բոլոր խորհրդարանականների հետ եւ բացատրել նրանց, թե ինչի մասին է խոսքը։ Այդ ընթացքում ես նաեւ Ադրբեջանի դեսպանի հետ ճաշելու հրավեր ստացա։ Ասացի, որ փոխանցեն ոչ հիմա։ We have now to make sure that it succeeds. Որովհետև հիմա կենտրոնացած եմ այս հարցի վրա ու պետք է համոզվեմ, որ այն հաջողությամբ կպսակվի։ Բայց գուցե ավելի ուշ, երբ այս գործն ավարտեմ, կարող ենք հանդիպել, խոսել։ But I heard from other people they have been to lunch with him and they were very active. Azerbaijan has been very active, and I also heard that they even had people doing lobbying in the house you see behind. Դրանից հետո այլևս ոչինչ չեմ լսել նրանցից։ Լսել եմ այլ մարդկանցից, որոնք նրա հետ ճաշել են, որ Ադրբեջանը շատ ակտիվ է գործել մեր դեմ։ Նրանք նույնիսկ մարդիկ են ունեցել, որոնք լոբիստական գործունեություն են ծավալել մեր խորհրդարանում։ Լսել եմ, որ իրականում լավ դեսպան ունեն այստեղ Բեռնում։ Երբ ես այս առաջարկը նոր էի ներկայացրել արտաքին հարաբերությունների հանձնաժողով, մեկն ինձ ասաց. լսիր, մեծ դահլիճում, որտեղ 200 մարդ կա, մենք ունենք 2 պալատ։ Chamber maybe you will succeed, maybe. But then if it goes further and comes to the small chamber with Մեծ դահլիճը ներկայացնում է ժողովրդին։ Մեծ դահլիճում գուցե հաջողության հասնեք, գուցե։ Բայց եթե այն ավելի հեռու գնա եւ հասնի փոքր դահլիճ, նահանգների ներկայացուցիչներով, մենք այնտեղ ունենք ընդամենը 46 մարդ։ Հաջողություն չի լինի, հարցը կփակվի։ Yeah, as you know, it happened not like that. In the big chamber we had a majority. And in the small chamber we had a big majority. So that was a surprise. It was. Բայց ինչպես հիշում եք, մեծ դահլիճում մեծամասնություն ունեինք։ Փոքրում անակնկալ մեծամասնություն։ Զարմանալի էր բոլորի համար։ Դրանից հետո լսել եմ, որ Ադրբեջանի դեսպանը որոշ խնդիրներ ունի հիմա։ Ձախողել է իր լոբինգը, որովհետև խորհրդարանը հակառակ որոշում է կայացրեց։ Because the parliament decided the other way. Արցախահայության փոխզիջումների մասին է շվեյցարացի պատգամավորը խոսում եւ երբ հարց ուղղեցի այդ փոխզիջումների սահմանների վերաբերյալ ամենացավալի պատասխանը հնչեց։ Ընդ որում իրողության արձանագրման 2 կետով։ Նախ Արցախահայության ներկայվիճակը Հայաստանում, Հայաստանի իշխանությունների վերաբերմունքը նրանց նկատմամբ եւ թուրք-ադրբեջանական հաջորդ թիրախը Սյունիքն է։ Սա նշում է շվեյցարացի պատգամավորը, որը Հայաստանում իշխանության համար
չի պայքարում։ Արցախահայության փողզիջումների մասով Ալիևը պահանջում է, որ նրանք Ադրբեջանի քաղաքացի դառնան, Ադրբեջանի անձնագիր կրեն, եթե ցանկանում են ապրել Արցախում։ Կարծում եք հայերը պետք է գնան այս փողզիջմանը։ This be a part of compromise, in your opinion? Should Armenians go to this compromise? This I can't answer because I don't know it. This your people, Artsakh people, must speak to each other, and I mean they have a parliament. They have to. Չեմ կարող պատասխանել, որովհետև չգիտեմ։ Ձեր ժողովուրդը, արցախցիները պետք է խոսեն միմյանց հետ։ Կա Արցախի ազգային ժողովը, նրանք պետք է քննարկեն, թե որքան հեռու կարող են գնալ։ Սկզբունքորեն կարևոր չէ, թե ինչ անձնագիր ունեն։ Հայ կմնան մշակույթից մինչև կրոն եւ ամեն ինչ։ Անձնագիրը չէ, որ սահմանում է այս ամենը։ Which defines it, because I mean this refugee today in Armenia, they are, how shall I call that, excuse me, but they are Armenians second class. Փախստականներն այսօր Հայաստանում նրանք դե ինչպես ասեմ, սա ներողություն, բայց նրանք երկրորդ կարգի հայեր են։ Նրանք չունեն քվեարկելու իրավունք։ Նրանք ունեն միայն հայկական անձնագիր 070 կոդով եւ վերջ։ Նրանք Հայաստանի քաղաքացիություն չունեն։ Այնպես որ Հայաստանի թե Ադրբեջանի քաղաքացիություն կստանձնեն, սրտում մնում են հայ։ Or they become Azerbaijani, but in their heart they remain they stay Armenian people. Սրտով նրանք Արցախի հանրապետության քաղաքացի են։ Yeah. You know, we in Switzerland we have four languages. That means we have four ethnies. Այո, Շվեյցարիայում ունենք 4 լեզու։ Նշանակում է, որ մենք ունենք 4 էթնիկ խումբ։ Ապրում ենք խաղաղության մեջ եւ ոչ մի խնդիր չկա։ Բոլոր էթնիկ խմբերն ունեն իրենց յուրահատկությունները, բայց մենք ապրում ենք խաղաղ։ Կարծում եմ, որ ձեր ժողովուրդը պետք է որոշի, թե որքան հեռու կարող է գնալ։ 5 years ago, Azerbaijanis had killed 5,000. 5 տարի առաջ ադրբեջանցիները սպանել են 5000 հայերի։ Սա է մեր մտահոգությունների պատճառը։ Ահա թե ինչու չենք կարող ապրել ինչպես դուք այդտեղ Շվեյցարիայում։ 5 տարի առաջ ձեր մի խումբը մյուսին չի սպանել։ Why it is hard to live at this moment. 2 weeks ago I have been in Armenia. I have met several people. I also met the Catholicos, and then I met the president of Artsakh. Երկու շաբաթ առաջ Հայաստանում էի։ Հանդիպում եմ ունեցել որոշ մարդկանց, նաև ամենայն հայոց կաթողիկոսի, Արցախի նախագահի հետ։ 3 օրով մեկնել եմ Հայաստանի հարավ։ Գորիսում եմ եղել, Լաչինի միջանցքի սկզբնամասում եմ եղել։ Այն ճանապարհի սկզբնամասում, որը տանում է դեպի Արցախ։ Տեսել եմ ադրբեջանցիներին, որոնք լեռան վրա սահման էին հսկում։ Մեզ էին հետևում։ Հետո գնացի Մեղրի, դեպի Իրանի եւ Հայաստանի սահման։ And then I went to Megri. Այնտեղ ուզում էի տեսնել, թե ինչ են մարդիկ խոսում Զանգեզուրի միջանցքի մասին, եւ հիմա ես գիտեմ, թե ինչի մասին է խոսքը։ Միայն կարող եմ ասել, որ հաջորդ բանը, որը կարող է պատահել, Ադրբեջանը կստանա այդ Զանգեզուրի միջանցքը։ Are people talking here about the Zangezur corridor? And so now I know what it is about, and I only can tell you the next thing which might happen is that Azerbaijan gets this Zangezur corridor. By force? Yeah, of course. And if it continues like that in 100 years, Armenia will not exist anymore. Եթե այսպես շարունակվի, ապա 100 տարի անց Հայաստանն այլևս գոյություն չի ունենա։ Պետք է կույր չլինել եւ տեսնել սա։ Նման է երշիկի, կտոր առ կտոր վերցնելուն։ You can only look at your pictures and Ինչպես կանխել սա, ինչպես թույլ չտալ, որ Թուրքիան եւ Ադրբեջանը խլեն այն, ինչ մնացել է հայերին։ Շվեյցարացի պատգամավորը հորդորում է, որ առաջին հերթին արցախահայությունը չլռի, բայց նաեւ տեսել է Երևանում ոստիկանների մեծ թիվը ու հարցնում է. Ինչու եք այդքան գումար ծախսում ոստիկանության համար։ Շվեյցարիայում այդքան շատ ոստիկաններ չկան, Հայաստանում ինչու է պետք։ Ով պետք է ինչից պաշտպանվի։ Ինչից է նա վախենում։ Կարևորը որ մենք հիմա նաև մարդկանց միջազգային հանրությանը ասենք, որ Լեռնային Ղարաբաղը մեկ խնդիր է եւ մենք պետք է լուծենք այն։ Մարդիկ պետք է վերադառնան, բայց զգույշ եղեք, նայեք այդ Զանգեզուրի միջանցքին։ Be careful, look at the Zangezur corridor. This might be the next step. And the whole community, the whole world must look at that and say,
Aliyev don't even try to do that. Սա կարող է լինել հաջորդ քայլը։ Ամբողջ միջազգային հանրությունը, ամբողջ աշխարհը պետք է տեսնի դա եւ ասի. Ալիև, նույնիսկ մի փորձիր դա անել։ Հիմա ես նաեւ հասկանում եմ, որ խոսքը միայն Միջանսկի մասին չէ, որով ուզում են Ադրբեջանի մի մասից մյուսը գնալ։ Խոսքը նաեւ այն մասին է, թե ինչ ունեք հողի մեջ։ Copper, you have molybdenum, you have gold, you have all that, and Zangezur corridor is not only a street, it is a whole region which they would like to have. And there you must be careful. We have to Ունեք պղինձ, ունեք մոլիբդեն, ունեք ոսկի։ Զանգեզուրի Միջանսկը միայն Միջանսկ չէ։ Նրանք այդ ամբողջ ռեգիոնն են ուզում ունենալ։ Դուք պետք է զգույշ լինեք։ Մենք պետք է հրապարակայնորեն հայտարարենք, որ պետք է ուշադիր հետևենք այս զարգացումներին։ They should now stand up, really stand up and raise their voices, go to foreign countries and tell them the story, show Եվ վերջին բանը, որը խորհուրդ կտամ, արցախցիները պետք է հիմա ոտքի կանգնեն, իսկապես ոտքի կանգնեն եւ բարձրացնեն իրենց ձայնը, գնան օտար երկրներ եւ պատմեն իրենց պատմությունը, ցույց տան, որովհետեւ ես պետք է ձեզ մի բան պատմեմ։ Մեր արտաքին գործերի նախարարն ասաց. «Այո, դուք ուզում եք այս բանաձևը, դուք ուզում եք այս խաղաղության ֆորումը, բայց արդյոք դա է ուզում Արցախի ժողովուրդը»։ Ոչ ոք երբեք չի եկել ինձ մոտ եւ նման բան չի ասել։ Ինձ էլ արցախցիներն ասում են, որ այն, ինչ անում եմ, հիանալի է, եթե հարցեր ունեմ, կարող եմ գալ, քննարկել։ Ես պետք է ասեմ, որ ոչ, հակառակն է պետք անել։ Դուք պետք է ոտքի կանգնեք, պետք է պայքարեք, պետք է բարձրացնեք ձեր ձայնը եւ հայտնվեք միջազգային հարթակներում։ Գնաք մարդկանց մոտ, խոսեք նրանց հետ։ Այդ դեպքում, եթե պայքարեք, ապա ամբողջ աշխարհում կհայտնվեն մարդիկ, որ կօգնեն ձեզ։ Բայց դուք պետք է ոտքի կանգնեք, պայքարեք, ինչ որ բան անեք։ But you have to stand up and fight and do something. I am a Swiss, and if I come as a tourist to Yerevan, for example. Մի ուրիշ բան էլ ասեմ, երբ ես որպես շվեյցարացի, օրինակ զբոսաշրջիկ գալիս եմ Երևան, տեսնում եմ գեղեցիկ շենքերը, կամուրջները, բայց մի բան էլ կա, որ տեսնում եմ, շատ ոստիկաններ։ Ինչու՞։ But what you also see is you have a lot of police. Հիմա չեմ խոսելու դրա մասին, որովհետև չեմ ուզում որևէ մեկին զայրացնել, բայց դա նորմալ չէ։ I'm not going to talk about this now because I don't want to make anybody angry, but that's not normal. You have such Դուք այնքան շատ ոստիկաններ ունեք, եւ նրանք միասին 2-3 մեքենայով են ընթանում։ Նույնիսկ մեքենայից գոռում են. ավելի արագ քայլեք, սա արեք, նա արեք։ Եվ կարծում եմ ոստիկանությունը նաեւ խնդիր ունի մի փոքր վախ առաջացնելու։ Նաեւ տեսնում եմ նրանց մեքենաները։ Ինչու եք այդքան գումար ծախսում ոստիկանության համար։ Սա պարզապես որպես գաղափար։ Մտածեք դրա մասին։ Շվեյցարիայում մենք այդքան շատ ոստիկաններ չունենք։ Ձեզ Հայաստանում ինչու է պետք։ Just as an idea, ով պետք է ինչից պաշտպանվի, ինչից է նա վախենում, սա իմ վերջին խոսքն է։ But why do you need that? Who has to protect himself against what? What does he fear? That's my last word. Մեհմեդ Փոլաթել, ցեղասպանագետ Թուրքիայից, որն ուսումնասիրում է հայոց ցեղասպանության ամենազգայուն հարցերից մեկը։ Ինչպես երի թուրքերը ցեղասպանված հայերից խլեցին նրանց հարստությունը, եկեղեցիներից մինչև վանքեր եւ գերեզմաններ, գործարաններից մինչև տներ եւ կալվածքներ, ու ինչպես դա բաշխեցին թուրքերի միջև, ձևավորելով հանրային համաձայնություն, հանրային շահ հայերի զանգվածային սպանության շուրջ։ Բանաձևը պարզ էր, հայերին սպանելը հավասար էր թուրքերի հարստանալուն։ We know very well the current position of the Turkish government and Մենք շատ լավ գիտենք Թուրքիայի իշխանությունների ներկա դիրքորոշումը։ Ինչու է այսօրվա Թուրքիան շարունակում ժխտել հայոց ցեղասպանությունը։ In your opinion, why Turkey is keeping on its denial policy? Because Եթե Թուրքիան պարզապես ուզում է փակել այդ թեման, ապա առաջատար ցեղասպանագետներից միջազգային իրավունքի մասնագետներից օրինակ Մելանի Օբրայենը նշում է, որ Թուրքիան կատարվածքն ընդունելով that it will be even easier for Turkey just to accept it and then it will be ավելի արագ կփակի այդ հարցը։ Ինչու Թուրքիան չի կարող դա անել եւ ինչու է արդեն 110 տարի կարճած ժխտողականության քաղաքականությունից։ And keeping on its denial policy. Yeah, unfortunately, this is of course a very fundamental question of the denialism in Turkey. And as you may remember, Hamid Bozarslan talked about Դժբախտաբար, սա Թուրքիայի ժխտողականությունը ֆունդամենտալ հարց է։ Պատմաբան Համիդ Բոզարսլանը ներկայացնելով թուրքական ազգայնական գաղափարախոսությունը, սկսած Սուլթան Աբդուլհամիդից մինչև ներկա կառավարությունը, նշում է. Խնդիրն այն է, որ այս ժխտողականությունը թուրքական ազգայնականության գաղափարախոսական հիմնաքարային մասն է։
Քանի որ երբ ցեղասպանության հարց նորակարգ բերվեց, սկսեց քննարկվել, ազգային շարժման վերելքը դարձավ որոշիչ փոխհատուցման եւ վերադարձի փորձերի դեմ։ Թուրքական ազգայնական շարժումն օգտագործեց կատարվածի մասին քննարկումը, որպես հնարավոր հետևանք փրկվածների վերադարձի հավանականությունը, տեղի մուսուլման բնակչության աջակցությունը ստանալու համար։ Եվ իհարկե այդ մուսուլման բնակչությունը փորձեց պահպանել իր խլած ունեցվածքը, այդ կերպ իրականում աջակցելով թուրքական ազգայնական շարժմանը։ Երկու կողմի հասարակ թուրքերի եւ ազգայնական առաջնորդների համար սա շահեկան վիճակ էր։ Գալով ներկային, կարծում եմ, որ այժմ Թուրքիայի կառավարությունը տեսնում է, որ չկա անհապաղ անհրաժեշտություն ընդունելու կամ ճանաչելու հայոց ցեղասպանությունը։ Նրանք, այսպես ասենք, որևէ պատճառ չունեն դա անելու համար։ Իհարկե կա մարդասիրության հարցը։ Նրանք պետք է ճանաչեն, բայց for that, yeah. Of course, there's a humanitarian reason. Of course, they should recognize it, but Ցեղասպանությունը ժխտելը պայմանավորված է փոխհատուցման վախով, որովհետև իր հոդվածներից մեկում Մեհմեդ Փոլաթելը նշել է, որ հայկական խլված ունեցվածքը, հայերից խլված հարստությունը, գործարանները, խանութները ծառայում էին որպես նախնական կապիտալ նորածին թուրքական բուրժուազիայի, հանրապետական Թուրքիայի տնտեսության համար։ Հնարավոր է, որ Թուրքիան նաև այս պատճառով է ժխտում ցեղասպանությունը։ it is of course related because Այս հարցերն իհարկե փոխկապակցված են։ Թուրքիայի հիմնական վախը իհարկե փոխհատուցումն է։ Քանի որ մենք խոսում ենք շատ մեծ կալվածքների, տների, եկեղեցիների, վանքերի մասին։ Հրանտ Դինք հիմնադրամը մշակութային ժառանգության նախագիծ ունի, որում նշված են քրիստոնյաներին եւ հրեաներին պատկանող ավելի քան 10,000 համայնքային շենքեր։ Եվ իհարկե հայ համայնքին պատկանող ավելի քան 4,000 գույքի մասին է նշված։ Այդ գույքը պահանջելը բավականին մեծ հարված կարող է լինել, եւ դուք ճիշտ եք նկատում, փոխհատուցման ռիսկը նշելով որպես ժխտողականության պատճառ։ Փոխհատուցման մասով պետք է ավելացնեմ, որ նրանք երբևէ չեն վերադարձնի այդ գույքը, գուցե լինի ոչ թե ունեցվածքի վերադարձ, այլ մի փոքր դրամական փոխհատուցում, բայց պայմանով, որ ցեղասպանություն տերմինն անգամ չօգտագործվի։ Թուրքիան այո կարող է ընդունել, որ հայերը սպանվել են առաջին համաշխարհային պատերազմի պայմաններում եւ կարող է որոշ ֆինանսական փոխհատուցում տալ, բայց ոչ ավելին։ Դուք դիտում եք իրական Թուրքիա նախագիծը, շնորհակալություն ուշադրության համար։